Հաշմանդամներն ունեն Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված նույն իրավունքները, ազատություններն ու պարտականությունները, ինչպես այլ անձինք։ Սա սահմանում է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածը։ Իրականում սահմանափակ կարողությունների տեր անձինք ասում են, թե իրենց իրավունքները ամեն քայլափոխի ոտնահարվում են։ Շատ դեպքերում չեն օգտվում օրենքով իրենց տրված արտոնություններից։ Վրանյան տարերի ուսուցանող Գայանեն Ալբանդյանն ասում է, որ եթե իրականում պաշտպանեն իրենց օրենքով տրված իրավունքների 50%-ը, ապա առօրյա կյանքում հաշմանդամներին հուզող խնդիրները քիչ կլինեն։ Ճիշտ է, ես իմ իրավունքս գիտեմ, բայց բացրածայնել չեմ կարող, որովհետև լսող չկա։ Որովհետև իմ ցանկությունը, որ ես կարողանամ իմ իրավունքը պահպանել, չեն օգնում, որ ես կարողանամ պահպանել իմ իրավունքս։ Ճիշտ է, թուղթը կա, օրենքը կա, բայց կատարողը քիչ է ու չկա, կարող եմ ասել։ Այսօր Հայաստանի հաշմանդամ քաղաքացին չի օգտվում օրենքով տրված երթևեկության 50% զեղչից։ Շատ դեպքերում անվճար բուժօգնությունից եւ օրենքով տրված այլ արտոնություններից, ասում է Շիրակի մարզի կույրերի միավորման մշակույթի բաժնի վարիչ Արա Ներսիսյանը։ Պետական ուշադրությունից ուղղակի դուրս է մնացել հասարակության այս խոցելի շերտը, ինչն էլ դժվարացնում է հաշմանդամների լիարժեք ինտեգրումը, հասարակություն գտնում է նա։ Գայանեն Ալբանդյանը համակարծիք է, եթե պաշտպանվեն Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ սահմանված հաշմանդամների բոլոր իրավունքները, ապա նրանք իրենց հասարակության լիարժեք անդամ կզգան։ Անելիքը այստեղ կառավարությանն է, որպեսզի կառավարությունը պահպանի թեկուզ իմ աշխատանքից հնարավորությունը։ Ես կարող եմ աշխատել, ի վիճակի եմ, այդ իրավունքը ինքը պահպանի։ Այստեղ կառավարության խոսքն է։ Մենք իրավունք չունենք։ Առհասարակ էլ իրավունք չունենք։ Ուղղակի այնքան, որ մեկ մեզնով հաշմանդամին առհասարակ ուշադրությունից դուրս են թողել։ Այս որ եթե հաշմանդամը աշխատանք չունի, զբաղվելու տեղ չունի, ինչ խոսք կարելի է գնալ ինչ որ աշխատանքի կամ զբաղվածության կամ չգիտեմ ինչ որ առօրյայի մասին։ Հաշմանդամների հիմնական խնդիրը զբաղվածությունն է։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն ասում է, որ հաշմանդամ քաղաքացին ունի աշխատանքի իրավունք, բայց շատ գործատուներ ուղղակի չեն պատկերացնում, որ ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդը կարող է լինել պոտենցիալ աշխատող, նշում են հաշմանդամները։ Այդ պատճառով շատերը խուսափում են աշխատանքի տեղավորել սահմանափակ կարողություններով մարդկանց։ Սա արդեն հաշմանդամ մարդու իրավունքի կոպիտ ոտնահարում է համարվում, բայց հույս կա, որ առաջիկայում այս հարցը կլուծվի, ասում է Փյունիկ հաշմանդամների միության Գյումրու կենտրոնի ղեկավար Արմինե Նիկողոսյանը։ Հաշմանդամի աշխատավարձի 50%-ն այսուհետ պետությունն է վճարելու։ Սա ըստ նրա շատ բան կփոխի աշխատաշուկայում։ Ես համակարգչային ուսուցիչ եմ ընդունելու մեր կենտրոնը, ոչ հաշմանդամներին դասընթացներ վարելու, բայց վարողը պետք է լինի հաշմանդամ եւ պայմանագիր պետք է կնքենք զբաղվածության կենտրոնի հետ, որպեսզի 50%-ը եւ հարմարություն ստեղծվի, սկսած սեղանից, աթոռից, լսարանից, ճիշտ է, մեր կենտրոնը մատչելի է ամեն ինչով, բայց այն համակարգչի վրա, որով պետք է աշխատի հաշմանդամ, պետք է լինի մատչելի, սեղանը, աթոռը եւ այլն։ Ես մինչ երկրաշարժը այդ ժամանակ այսքան բաներ չէի խոսում, բայց ես լիարժեք մարդ եմ զգում ինձ, որովհետև ես ունեի աշխատանք, ամենակարևորը, ինձ նպաստ հարկավոր չէ, թող ինձ իմ աշխատանքը ստան, ես շնորհակալ կլինեմ, ամենամեծ կարիքը ես ունեմ աշխատանքի։ Իտալիայում գործում է օրենք, համաձայն որի բոլոր խոշոր գործատուները իրենց 10 աշխատատեղերից մեկը պետք է տրամադրեն հաշմանդամ աշխատակցի։ Հայաստանում այժմ դա մեծ հաշվով գործատուի ընտրության խնդիրն է, նշում են զրուցակիցներս։ Այստեղ առայժմ գերխնդիր մնում է նաև աշխատատեղերում հաշմանդամների համար համապատասխան պայմանների ստեղծումը։ Հերմինե Մկրտչյան, Մարտուն Գրիգորյան, Գալենյուս։